Ժողովուրդ ջան, մի քանի օրվա տարբերությամբ Հայաստանում տեղի ունեցան երկու իրադարձություն, որոնք կրկնակի լուրջ վտանգ են սպառնում մեր ազգային անվտանգությանը։ Առաջինը, անսպասելի Ադրբեջանի հետ կնքվեց ինտերնետային թրաֆիքի տարանցման ու դիվերսիֆիկացիայի համաձայնագիր։ Եվ երկրորդ, դրանից օրեր անց իշխանությունը առաջ մղեց հեռախոսների եզակի նույնականացման համարների բազա ստեղծելու նախագիծը։ Ինչ է հեռախոսների եզակի նույնականացման համարը, նույն IMEI-ը։ Կարճ ասած, այն ձեր հեռախոսի անձնագրի համարն է, որը պահպանվում է հեռախոսի մեջ եւ սովորական պայմաններում չի փոխվում։ Հավատացած եղեք, որ սա ուղղակի հեռախոսների գրանցման հետ կապ չունի։ Տեխնիկապես սա նշանակում է, որ պետությունը ստեղծում է մի համակարգ, որտեղ ձեր հեռախոսի եզակի համարը կապվում է ձեր անձի, ձեր բոլոր հեռախոսահամարների եւ SIM քարտերի հետ։ Այս բազայով հնարավոր է իմանալ, որ հեռախոսը ումն է, ինչ համարով է օգտագործվում եւ օգտագործվել, երբ եւ որ ցանցին է միանում, եւ ինչու է սա սարսափելի։ Երբ բազան միանա օպերատորի ցանցային տվյալներին, հնարավոր է դառնալու տեսնել ձեր սարքի գտնվելու վայրը կամ տեղաշարժի ամբողջական պատկերը։ Ճշմարտության համար պետք է ասել, որ սա կարող է դառնալ ոչ թե մաքսանենգության ու ապօրինի հեռախոսների դեմ պայքարի գործիք, որին անձամբ ես դեմ չեմ, այլ ամբողջ բնակչությանը վերահսկելու գործիք։ Եվ երբ այս ամենը տեղի ունենում այն օրերին, երբ ինտերնետային թրաֆիքի տարանցման համաձայնագիր է կնքվում Ադրբեջանի հետ, վտանգը դառնում է կրկնակի լուրջ։ Պատկերացրեք, որ այդ բազան կապնվում է օպերատորի ցանցային տվյալներին եւ ինչ որ մեկը նստած մեծ մոնիտորի առաջ Հայաստանի քարտեզի վրա տեսնում է 100 հազարավոր շարժվող կետեր։ Բայց այդ կետերի հետևում ոչ թե պարզապես հեռախոսներ են, այլ իրական մարդիկ։ Մենք բոլորս մեր անուններով, համարներով եւ տեղաշարժով։ Եվ այստեղ հստակ է դառնում, որ սրա նպատակը ոչ միայն պայքարն է սև շուկայի դեմ, այլ անխտիր բոլոր քաղաքացիներին հետևելը, թիրախավորելը, վերահսկելը, ինչու՞ չէ նաև հետագայում ճնշում գործադրելը։ Սա ազգային անվտանգային հարց է։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի սև շուկայի դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ։ Պետությունը պետք է եւ պարտավոր է պաշտպանել իր քաղաքացուն, ոչ թե քարտեզագրել նրա կյանքը։